Սկզբում մի քիչ վախենում էի, բայց դրանից հետո որ շփվեցի, տեսա չէ, վախենալի չի ու շատ լավ գործ է։ Ու սկսեցի գործս շարունակել։ Նորությունները շատ օգնեց մեզ, ծրագիրը լավ յուրացրեցինք, իմացանք շատ բաներ, որ չէինք իմանում։ Ամենահետաքրքիրը, որ ծանոթացանք նոր տեխնոլոգիաներին, նոր դեղամիջոցներին, որով մենք մեղուներին կարանք պահենք։ Այդ պարագաներն ինձ շատ են օգնում, նախ ես իմ պարագաներս հին էին, ու արդեն որ ստացամ, ուրախացամ էլի, որ դրանցով կարամ ավելի լավ աշխատեմ մեղուների հետ։ Ընտանիքում ծանոթ չէինք մեղվապահությանը։ Ես զբաղվում էի հիմնականում դաշնավարությամբ եւ անասնապահությամբ։ Առողջական խնդիրներից ելնելով անասնապահությունը դադարեցրի, փորձեցի, ոնց ասած, զբաղվել մեղվապահությամբ։ Դասընթացների մասին ինչքան հնարավոր էր, ինչքան հասկացանք, այնքան կարողացանք վերցնել։ Այո, կարևոր բաներ շատ կան, կատարելագործված, դեպի առաջընթաց, այդ բացատրությունները մեզ շատ կարևոր էր։ Սետրակյան Տիգրանն է, որ մեզ ահագին ուղղություններ, ահագին ձևեր, ահագին որ բաները, որ մենք հին ավանդական ենք, իսկ նրանք բացատրում են ավելի նոր, ավելի զարգացած սիստեմով։ Ես ծնվելուց հետո միշտ մեր բակում տեսել եմ մեղուներ, շատ չի եղել, բայց միշտ հայրս պահել է, որից հետո ժառանգել եմ ես, էլի շատ մեղվանտանիքներ չունեմ, բայց ծրագիր ունեմ հավանաբար ավելացնելու։ Ձեզ հետ շփվելուց հետո, ձեր ծրագրին մասնակցելուց հետո, կարծես թե ցանկություն է առաջացել, որ մեղվանտանիքներս ավելացնեմ ու դառնամ մոտավորապես մեղվապահ։ Դասընթացները շատ կարևոր էր։ Առաջին հայացքից թվում էր, թե ամեն ինչ գիտենք, շատ սովորական է, բայց չէ, երբ սկսվեց դասընթացները նորից այդ ամեն ինչի միջով անցանք, զգացինք դրա կարևորությունը յուրաքանչյուր մեղվապահի համար։ Ամեն մի մեղվապահ ոչ թե պարտավոր է, այլ խիստ անհրաժեշտ է, որպեսզի իմանա այն մանրուքները, որոնց վրա մենք շատ ուշադրություն չենք դարձնում։ Անշուշտ, այո, այդքան մարդու հետ աշխատելը բավական բարդ էր։ Մենք բաժանել ենք երկու խմբի, սկսնակներ եւ փորձառուներ, սակայն հետաքրքիրն այն էր, որ շատերը ձգտում էին երկրորդ անգամ եւս մասնակցել կամ եթե սկզբից սկսնակներին էր, հետո փորձառուների հետ կամ հակառակը։ Դժվարությունները կայանում էին հատկապես նրանում, որ փորձառուները շատ բան իմանալով նաև երբեմն հակասություններ էր առաջանում, բայց բնականաբար հետաքրքիր քննարկումների արդյունքում փորձում էինք ընդհանուր հայտարարի գալ, հասկանալ որն է իրականում պետք կազմակերպել։ Շատ կարևորում եմ, որ Եղեգիսի կիրճում շատ մեծ հետաքրքրություն կա մեղվաբույծության նկատմամբ եւ այս ծրագիրը շատ օգնում է մեղվաբույծներին գրագետ միջավայր ձևավորել։ Ասեմ, որ գնահատման համար բավական մեծ թիմ է աշխատել, ինչպես մարզպետարանի, ինչպես իմ աշխատանքը, այդ թվում նաև կազմակերպության հիմնադրամի աշխատակիցների թիմը։ Մենք որոշակի քննական պրոցես իրականացրեցինք, որի հաշվին առանձնացան ըստ էության այն մեղվաբույծներն, ովքեր գիտելիքների որոշակի պաշար են գեներացրել այդ օրերի ընթացքում, դասընթացների ընթացքում։ Բացի դա, կարողությունների գնահատման փուլ եղավ, գնահատելով որոշակի թիրախային խմբեր, նրանց առավելություն տրվելով եւ այլն, վերջնական հանձնաժողովի որոշումով առանձնացվեցին 30 մասնակից եւ նրանց տրվեց որոշակի գույք։ Եղեգիսի համայնքը գտնվում է Վայոց ձորի ամենաթեժ կենսաբազմազանությամբ հարուստ տեղում եւ շատ կարեւոր է հասկանալ, որ կենսաբազմազանությունը նաեւ բերում է իր օգուտները, բարիքները, որով պայմանավորված բնակչությունը կարող է օգտվել եւ դրանցից ամենակարևորագույններից մեկը դա մեղրն է եւ մեղվապահությունն է, որը մենք փորձելու ենք Եղեգիսի բնակիչների համար հասանելի դարձնել նոր ընտանիքներ, նոր մեղվաընտանիքներ բերելով
մեխանիզմներ, որոնք կպահպանեն այդ հետակները։ Հետակներից բացի ծրագրում ներառված են նաև էլեկտրական հովիվները, որոնք արդեն համալրվում են քիչ թե շատ ամբողջ Եղեգիսի կիրճում վերջին 10 տարիների ընթացքում մեր հիմնադրամի կողմից տևական ձևով եւ օգնելու են մեղվապաներին միանշանակ արջ-մարդ կոնֆլիկտի շրջանակում զերծ մնալ որևիցե տեսակ արջերի ուրեմն հարձակումից։ Բնության մեջ հետաքրքիր է արջերն էլ իրենց փայը պետք է ուտեն, իրենց մասնաբաժինը պետք է տանեն։ Բայց վերջին ժամանակներս ցանկություն կա էլեկտրական հովիվ ունենալու, որպեսզի արջերից պաշտպանված լինենք։